Մամատի մեջ թշնամի ա գտել, որովհետև ես Հայկի քույրն եմ։ Իսկ պապա այդ մասին չգիտեմ ինչ ասեմ։ Հա ինքը իմ հետ շատ ջերմ է, բայց մեկ-մեկ այդ ջերմ ժպիտով նենց բաներ ասում, որ սկսում եմ վախենալ։ Վրամ դու միշտ բարկացած ես, լարված ես։ Ես նյարդային եմ ու այս ամեն ինչ անդրադառնում է իմ ու քո հարաբերությունների վրա։ Վրամ մենք նոր տարուց հետո քանի օր ենք խաղաղ ու հաշտ ապրել, կասես։ Մենք անընդհատ կռվում ենք, իրար նեղացնում ենք, բայց ընդհանուր առմամբ ոչ մեկս էլ ոչ մի վատ բան արած չի լինում։ Ես վախենում եմ, որ մի օր դու կհոգնես, իսկ ես ուղղակի կհանձնվեմ ու մեր ամուսնությունը կավարտվի։ Դրա համար խնդրում եմ քեզ, վրամ շատ եմ խնդրում, Մարի առանձին ապրենք։ Հայկ թե ես առեց։ Ես բերել եմ, որ հետո չասես։ Մրսում ես ու ինձ մեղադրես, որ քեզ լավ չեմ նայում։ Շնորհակալ եմ շատ։ Գիտես, ընդամենը մի քանի ժամ առաջ ինձ թվում էր, որ կորցրել եմ քեզ ու ընդմիշտ։ Իսկ հիմա խիստ կասկածում եմ, որ այս աշխարհում ինձանից ավելի երջանիկ մարդ կա։ Հայկ, նույնս տպավորությունը, որ ես ավելի երջանիկ եմ, քան դու, անդադար խոսում եմ։ Չէ, ուղղակի այսօր շատ ծանր օր եմ ունեցել։ Միջև ձեր տուն գալը հորքուրիդ հետ էի հանդիպել։ Ու ինչ է ասել, որ հիմա այս վիճակում ես։ Հաստատեց այն, ինչը քաջիկը նամակում գրել էր։ Չգիտեմ, ուղղակի չեմ հավատում, կասկած կա մեջս։ Կամ էլ չեմ ուզում հավատամ, որ տենց ավելի հեշտ լինի։ Չեմ հասկանում, ինչ նկատի ունես։ Պատկերացնում ես, եթե իմ կյանքն ես դասավորվեր, որ Արփիի հետ կարողանայի փախնել, հետո ամուսնանայինք, ու ունեն ստացվեց, որ երեխեք ունենայինք, դուրս էր գալու, որ ես ապրում եմ իմ հորը սպանողի աղջկա հետ։ Ու եթե անգամ նման բան պարզվեր, ինչ կանեիր, Արփին մեղավոր չի, չէ՞։ Չէ, իհարկե մեղավոր չի։ Եթե ես միջև քաջիկի մեռնելը իմանայի, հաստատ քաջիկը իմ ձեռքով էր գնալու։ Ես էլ հաստատ չէի մնալու այն մարդու հետ, ում հերը իմ հորն է սպանել, ու ում հորն էլ, որ ես եմ սպանել։ Եթե անգամ գժի պես սիրեիք իրար։ Եթե անգամ։ Ես չեմ կարծում, որ իմ տեղը ինչ-որ մեկը լիներ ուրիշ բան կաներ։ Ընկավ տրամադրությունդ։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Չես խմում։ Սոն, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ ու ամեն ինչ գիտակցում եմ, բայց այդ տնից դուրս գալ չի լինի։ Նույնիսկ եթե այդ փրկելու է իմ ու քո ընտանիքը։ Տես դու հիմա նենց ես խոսում, ոնց որ այդ միակ փրկության ձևն է։ Վրամ է տենց է։ Տես մենք էլի ծանր թեմա ենք քննարկում, բայց հանգիստ ենք ու իրար լսում ենք։ Ասեմ ավելին, որ դու իմ հանդեպ շատ հոգատար ես։ Իսկ եթե այս ամեն ինչը լիներ տանը, հաստատ լարվածությունից կռվելու էինք։ Վրամ, ես վախենում եմ,
Վախենում եմ այն մտքից, որ մի օր այս լարվածությունը ուղղակի մեր հարաբերությունների վրա կանդրադառնա ու մեզնից մեկը կհոգնի ու կհանձնվի ու հետ քայլ կանի։ Սոն, ես շատ լավ գիտեմ, որ մեր տանը քո համար հեշտ չի։ Գիտեմ, որ լսում ես ամեն օր ու տեսնում ես շատ բաներ, որոնք քեզ տհաճ են, որոնք քեզ նեղացնում ու ցավացնում են։ Ու գիտեմ, որ այդտեղ իմ մեղքի բաժինն էլ կա։ Սոն, բայց այդ տնից թողել ու գնալ չի լինի։ Այդ իմ տունն է։ Ու ես իրանց միակ տղեն եմ։ Ու բացի այդ, իմ հերը հիմա այն վիճակում չի, որ կարենամ հանգիստ թողեմ ու դուրս գամ։ Սոն, ես քեզ խոսք եմ տալիս, որ ամեն ինչ կանեմ, որ լավ լինի։ Խոսք եմ տալիս, որ կաշխատեմ իմ վրա ու նենց կանեմ, որ դու այդ խոսակցություններին ներկա չես լինի։ Գիտեմ, մեծ դժվար է լինելու։ Տես, ես չգիտեմ ինչքանով դա կլինի, թե չէ, բայց գիտեմ մի բան, որ դրանք քեզ չեն հասնի։ Սոն, իմ հերն ու մերն են։ Վատն են, լավն են, ճիշտ են, սխալ են, էդ են։ Ես գիտեմ, որ բարդ բնավորություն ունեմ, բայց դե հիմա ինչ անենք, մենք էլ պիտի իրանց ընդունենք նենց ոնց կան։ Խոսք եմ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միշտ հիշի, Սոն, ցանկացած պարագայում ես քո կողքն եմ, լավ։ Դե քիթդ մի կախի։ Խոստանում ես։ Հաբա ոնց։ Համարն այս պահին անհասանելի է։ Այ վրամ։ Հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Այս աղջիկն ինչ եղավ։ Այս ուր անհետացան բոլորը չեմ հասկանում։ Այ, մի բան եղած չլինի։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես մեր համար նախաճաշ եմ պատրաստել։ Ապրես։ Կփորձես մի քիչ։ Զարմացնում ես, Նարե։ Հա, Շատ համով է։ ինչ լավ է։ Մեր համատեղ կյանքի առաջին նախաճաշն է։ Օգնելու բան կա քեզ։ Չէ, դու նստի, ես հիմա սեղանը կպատրաստեմ, մաշտականապես մի քանի րոպե պատրաստ կլինի։ Բարի լույս։ Բարի լույս։ Արթնացրի քեզ։ Ես մեծ սիրով միշտ պատրաստ եմ սենց արթնանամ։ Ես շուտ ես արթնացել։ Բա ինչ ինձ չես հանել։ Ինքան սիրուն է իր քնածն, որ չուզեցի արթնացնեմ։ Դե որպես իսկական ամուսին, սենց նստել ու հիանում եկեղեցկությամբ։ Ինչի։ Ուղղակի անսովոր է քեզնից սենց բաներ լսելը։ Հարց չկա, էլ չեմ ասի։ Որում կատակ էի անում։ Չէ, Սոնա վերջ, պրծավ, ես առաջի ու վերջի անգամ էլ չեմ ասելու։ Որում կատակ էի անում, լավ։ Վեր կաց կոֆե խմենք գնանք։ Ուր։ Տուն։ Հա։ Գնանք տուն, ոնց որ հեքիաթում է լինում, կարգը կդառնա դդում։
Վրամ, տես, մենք ես մի օրում ավելի շատ երջանիկ պահեր ունեցանք, քան մեր համատեղ կյանքի ամբողջ ընթացքում։ Դե լավ էլի Սոն էլ մի սկսի։ Հիմա այսպես ես ասում, բայց ես վստահ եմ, որ համաձայն ես իմ հետ։ Ուղղակի ես նեղվում եմ, չեմ ուզում, որ այս ամեն ինչը անդրադառնա իմ ու քո հարաբերությունների վրա։ Քեզ մի բան ասեմ։ Մի արա։ Շատ համով ապրես։ Կարևորը դու գոհ ես։ Ձերոնք զանգել են։ Չգիտեմ, հեռախոսս անջատել եմ։ Եթե հստակ ինչ-որ բան ես որոշել, ինչ ես թաքցնում։ Հայք չեմ թաքցնում, պարզա որ չեմ թաքցնելու։ Ուղղակի չեմ ուզում մեր առավոտը փչացնել, օրվա ընթացքում կմիացնեմ։ Երեք Սոնան ասաց, որ մի քո ինձ ծծել են։ Ճիշտ է։ Հա, ճիշտ է, բայց հիմա արդեն լավ է։ Իսկ գիտես ով արել կամ ինչի համար։ Ալո։ Հայկ Վարունցի հետ եմ խոսում։ Հա, ես եմ, ով է։ Ձեզ ոստիկանությունից են անհանգստացնում, կարող եք մոտենալ բաժին։ Կարող եմ, բայց ինչի համար։ Հարցը կալանավոր Վարազդատ Սարգսյանին է վերաբերվում։ Վարոյին։ Ինչ ա եղել։ Վիճակը այնքան էլ լավ չի։ Ինչքան հնարավոր է արագ եկեք բաժին։ Հայկ, ինչ է եղել, ով էր։ Ոստիկանությունից էր, ասում եմ Վարոն լավ չի։ Ոնց թե լավ չի, այսինքն։ Հայկ, մի րոպե սպասի։ Էս ինչ տարօրինակ լռություն ա տունը։ Ամեն մեկը մտել է իր սենյակ ու դուռն էլ կողպել ա, հա։ Մտածում են այս տանը չարագործ կա ու այդ չարագործն էլ ես եմ։ Դու ոնց ես։ Լավ եմ։ Ինչ ա եղել։ Սուրճ դնեմ։ Չեմ ուզում։ Բայց այս վրանից չի, չեկավ, ոչ մի բան չհարցրեց։ Սիրտս պայթում անհանգստությունից, էլ չեմ դիմանում։ Ինչ ա եղել, Անիկ։ Սակո մտածում եի քեզ բան չասեմ, որովհետև առանց էդ էլ լավ չես։ Մտածում եի սիրտը տելի կվատանա, բայց էլ տեղս չեմ գտնում։ Ասա, տեսնեմ ինչ ա կատարվում։ Երեխեքը երեկվանից տանը չեն։ Ոնց տանը չեն, բա ուր են։ Չգիտեմ։ Երեկ գնացի Վրամեն սենյակ, մտա, որ հետը խոսեմ, մարդ չկար, հետո գնացի Նարեի սենյակ, Նարեն էլ չկար։ Ամբողջ գիշեր մի րոպե աչք չեմ փակել, որ եթե գան հանկարծ իմանամ։ Չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Զանգում եմ, զանգերից չեմ պատասխանում, հեռախոս անհասանելի է, ես չգիտեմ ուր են։ Ախր սենց բան կլիներ, գոնե զանգեին, գոնե մի բան ասեին, ոնց կլինի տենց, առանց զգուշացնելու, հասկացանք երեք շատ ծանր օր ենք ունեցել, բոլորիս համար շատ ծանր ա եղել, բայց առանց զգուշացնելու, կարող էին մի օրով կամ մի քանի ժամով գնալ, բայց սենց կորեին, ես չգիտեմ էլ ինչ մտածեմ, սակո սիրտս պայթում ա, հազար մի բան եմ մտածում։
Կարող է դեմքիդ արտահայտությունը փոխես։ Վրամ չեմ ուզում, որ դու քեզ ված զգաս, բայց չեմ էլ պատկերացնում ոնց եմ ձեր տանը շարունակելու ապրել։ Այդ տունը քո տունն էլ է, Սոնա։ Մենք երեք դրա մասին խոսացինք, չէ՞։ Վրամ ես չեմ ուզում, որ դու վատ դրության մեջ ընկնես, որովհետև հասկանում եմ, որ մի կողմում ես եմ, մյուս կողմում ծնողներդ են։ Ես չեմ խաբի, ես շատ կուզեմ, որ երկուսով այստեղից շատ հեռու գնանք։ Հեռու ես թշնամանքից, այս ատելությունից, անցյալից, որովհետև ինձ թվում է, որ ամեն ինչ գնալով մենակ ավելի վատ է դառնալու։ Ես չգիտեմ հետո ինչ կլինի, Սոն։ Ուղղակի կարամ ասեմ, որ ինչ էլ լինի, ես քո կողքն եմ, ես քո հետ եմ։ Իսկ այդ արդեն քո համար պիտի հերիք լինի, չէ՞։ Տենց չի։ Տենց է։ Վրամ, կլինի մի քիչ էլ քշանք, չեմ ուզում հիմա տուն գնանք։ Արի մի քիչ էլ քաղաքով քշանք։ Հա, բայց ուր գնանք, Սոն։ Կարևոր չի, Վրամ։ Կարևորը երկուսով լինենք։ Մենք այնքան երկար ժամանակ ա, որ իրար հետ ժամանակ չենք անցկացրել, կարոտել եմ քեզ։ Այսինքն դու էլ ոչ մի բան չգիտես։ Չէ, ձյաձա քո տեղակ չեմ։ Լավ, որ կապի դուրս գա կասես։ Անպայման։ Հա, ինչ ասեց։ Արմոն էլ ոչ մի բան չգիտի։ Հատեղես։ Բարև, Քերի։ Բարև։ Ինչ կա։ Ես քո օգնության կարիքն ունեմ։ Ինչ ա եղել։ Ինձ թվում է, հա, եղել է, ուղղակի հենց չգիտեմ կոնկրետ ինչ։ Բան չհասկացա։ Բաժնից էին զանգել, կանչել են հիմա բաժին։ Ասում են Վարոյին ինչ-որ բան ա եղել, բայց չեն ասում կոնկրետ ինչ։ Քերի, ես էլ հասկանում եմ, որ ինչ-որ լուրջ բան ա եղել։ Սպասի մի հատ փաստաբանի հետ խոսեմ ու քեզ հետ զանգեմ։ Լավ, սպասում եմ։ Բարի օր, Քերի։ Ես դուրս եմ գալիս։ Ուր ես գնում։ Լիթին տեսնելու ես։ Հա, ինչի։ Միկո քեզ պետք է բան խնդրեմ։ Լիթին ասա, թող գնա մի հատ Սոնային տեսնի։ Քերի այդ տուն։ Հա, այդ տուն։ Դրանից առաջ էլ է գնացել։ Սոնայի հետ մի բան այն չի։ Ես ահավոր անհանգիստ եմ։ Մի հատ խնդրում եմ, որ Լիլիթը գնա, մի հատ Սոնայի հետ խոսա։ Քերի կներես, բայց ես չեմ ուզում Լիլիթին այդ հարցերի մեջ խառնեմ։ Նորմալ չի, որ մենք ուղարկում ենք Լիլիթին Ադամյանների տուն տեղեկություն իմանալու։ Ոչ մի բան չկա, մարդը գնում է իր ընկերուն տեսնի։ Ինչ խնդրեմ է։ Իսկ իմ համար շատ կարևոր է, որ ինքը գնա ու Սոնայի հետ խոսա։ Գոնե թող զանգի։ Ես ում վստահ եմ, որ մեղքն լավ է։ Լավ, Քերի, նենց ասացիր, ես անհանգստացա, կասեմ։ Դե ուրեմն քեզ խնդրում եմ, այդ իմ ասած արա ու զանգարի ինձ։ Լավ, Քերի։ Ես արդեն մի ժամից ավել է ես ստեղ եմ, ինձ կանչել եք, որ ասեք, ինչ ա եղել, ինչի չեք ասում։
Ասում եք, որ Վարոյին ինչ-որ բան ա եղել, ինչ արել, մարդա ծեծել, հա? Թե իրան են ծեծել։ Ասեք հասկանամ։ Լսեք, հանգստացեք, հիմա քննիչի գաք խոսեք։ Ես ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Ուր ա ձեր քննիչը։ Երբ ա գալու այդ քննիչը։ Զանգել կանչել եք, ստեղ եկել եմ, հիմա բացատրեք հասկանամ ինչ ա եղել Վարոյին։ Հայկ, Ինչ լավ ա եկար քերի։ նորություն կա։ Չէ, ոչ մի նորություն։ Կանչելու ոչ մի բան չեն ասում, արդեն գժվում եմ։ Փաստաբանին զանգեցի, բայց բան չխոսած։ Երևի հետ կզանգի։ Ասում եմ, էլի քերի, ասում եմ, ստեղ ինչ-որ մի բան են չի։ Եթե փաստաբանը եկել գնացել է ստեղ, ուրեմն Վարոյին ինչ-որ բան ա եղել։ Արի մի վրազի Հայկ ջան, արի սպասենք։ Հա, ինչքան սպասեմ։ Ինչքան։ Դու վերջի անգամ երբ ես խոսել Վարոյի հետ։ Մի քանի օր առաջ եկել տեսել եմ, բայց շատ կարճ ժամանակով։ Բայց լավ էր, քերի, ոչ մի բան չկար, 1000 անգամ հարցրեցի, ինչի կարիք ունես, ինչ ունես, ասեց ոչ մի բան, ամեն ինչ նորմալ է։ Այսօր զանգում կանչում են ստեղ ու ասում են լավ չի։ Հիմա ես ինչ մտածեմ։ Իմ մտքով ամենավատ բաներն անցնում են քերի։ Ու ինչքան ձգձգում են այդ լուր տալը, այդքան ներվերս ավելի է խախտվում իրար։ Հայկու ջան, կլինի հանգստանաս։ Այն ամենաթեթև հարցից միջև այն ամենալուրջ հարցը, ինչ ուզում է եղած լինի Վարոյին քերի, այդ իմ խղճին է, որովհետև իմ փոխարենն է Վարոն ստեղ։ Հիմա կարող անես անես, որ Վարոյի խնդիրները թողեմ քեզանով զբաղվեմ։ Ընդհանրապես մոռացել ես որտեղ ենք։ Հասկանում եմ քո լրիվ էմոցիաները, բայց զսպիկ ես, տղա ջան։ Բայց մտածում եմ ոնց է ինձ երեկվանից ոչ մեկ չի հիշել ու չի զանգել Սոն։ Վրան մերեկ մոռացար, որ հեռախոսները մեր անջատել են։ Ճիշտ ես ասում։ Հենա, մաման 1000 անգամ զանգել է։ Վրան այդ նորմալ է, բա առանց զգուշացնելու տնից դուրս ենք եկել։ Ու հետ էլ չենք գնացել, նորմալ է, որ անհանգստացել է։ Սպասի զանգեմ, գնամ ինչ ա եղել Սոն։ Վրանա։ Հա, Վրանա։ Հալո, բալես։ Հա, մամ ջան, բարի օր։ Բալես, բարի օր եք թողել, որ ասում ես։ Ախր ուր եք։ Սիրտս արդեն կանգնեց։ Բա տենց բան կանեն, գնացել եք ու չեք զգուշացրել, գիշերն է չեք եկել։ Ախր ոնց տենց կլինի։ Մամ ջան, այնքան պատահական եղավ ես գնալը ու չգալը կներես 1000 անգամ էլի։ Բայց հեսա կգանք շուտով։ Իմ ու Սոնայի հեռախոսները անջատվել էր, դրա համար չկայինք։ Քո ու Սոնայի։ Հա, ինչի։ Հասկացա, բայց այդ դեպքում Այդ դեպքում ինչ, մամ։ ասում եմ, այդ դեպքում ուղղակի որ լուրջ ունեի, խառնվել ենք իրար։ Լավ, հեսա կգանք։ Լավ տղես։ Ստացվում է Նարեն վրամենց հետ չի։ Հա, փաստորեն։ Ես չհասկացա ինչի չթողեցիր, որ հարցնեին Նարեի մասին։ Մի բան պետք է հասկանանք ուր է Նարեն։ Վրամը պիտի իմանա։ Անիկ, դու մտածում ես խոսելուց առաջ։ Շատ հնարավոր է, որ վրամը մեքենա է վարում։ Ու պետք չի, որ ղեկին ինչ-որ բան ասես, անսպասելի։ Կգատուն կիմանա։ Լավ, բա որ կորավ էդ երեխեն։ Այս անգամ ինչ է գլխին փչել։ Նարե։ Օգնեմ։ Թող վիրակապ։ Հեռու մնա։
Դու չես հասկանում, ես զզվում եմ քեզնից։ Ատում եմ քեզ։ Հեռու մնա ինձնից։ Քո կարծիքով ես ամեն ինչով ինչի ես հասնելու։ Քեզ թվում էր պետքա թողեի դրա այդ կյանքը դասավորեիր, հա։ Դու մոռանում ես, որ իմ մեջ չի կարելի սենց խաղեր խաղալ, Նարէ։ Հայկ։ Հայկ դու ես։ Ինչ ես անում ստեղ։ Դուրս գնա ստեղից։ Դուրս գնա, ասում եմ, չես լսում։ Արո գնա։ Չես գնում։ Լավ, ես հենց հիմա Հայկին եմ զանգում։ Թող։ Կհասցնես մի մտածի։ Բաց թող։ Ուղղակի հենց հիմա Հայկը շատ կարևոր գործով զբաղված է։ Մարգարի հանցագործ Լակոտը վազում է մյուս հանցագործի մոտ։ Ինչ ես խոսում։ Դու ինչ գիտես Հայկը ուրա։ Բայց ամեն դեպքում դու զանգի։ Համել կհասկանանք ինչքան կարևոր է Հայկի համար։ Արմո դուրս գնա, ասում եմ։ Ինչ ա ուզածդ։ Ես այս անգամ չեմ խաբվելու քեզ։ Ու չեմ էլ զարմանում, թե դու ինչ քայլերի ես ընդունակ։ Ես ոչ մի բան չեմ արել։ Այս անգամ ուղղակի կողքից նայել եմ։ Նարը ես քեզ զգուշացրել էի, բայց դու ոնց որ թե լուրջ չես վերաբերվել։ Ասել էի, չէ, թե մի անգամ էլ սխալդ կրկնես, ես ոչ մի բան չեմ ներելու։ Միքոյի պահը ոնց որ թե մարսեց, բայց այ Վարոն… Վարոն ինչ։ Հերթ ինչ չասավ։ Ավելի լավ, ձեռքերս էլ չկեղտոտեցի։ Աղբերդ իմ պատկերացածից ավելի տաքարյուն թվաց։ Ինչ ես խոսում։ Ու դու հələ կասկածում ես ասածներիս վրա։ Ինչ ես խոսում, դուրս գնա, ասում եմ ստեղից։ Դուրս գնա։ Դու իմ հետ ես գալիս։ Չերազես, տենց բան երբեք չի լինելու, ես քո հետ ոչ միտեղ չեմ գալու։ Դու իմ հետ ես գալիս ու այդ չի քննարկվում։ Հեսա լուրերը տեղ կհասնեն ու դու կհասկանաս ինչքան լուրջ են վերաբերվում այս հարցին։ Ես քեզ զգուշացրել էի, չէ՞։ Եթե մի անգամ էլ նույն սխալը տանես, ես քեզ չեմ ներելու։ Ոնց որ թե կարող իմ ահա քո համար ոչ մի բան էր։ Վրամի վրա էլ թքած ունես դու։ Սուտ ես ասում։ Դու հենց հիմա սուտ ես ասում, ոչ մի բանը չի եղել, վրամն էլ տանն է։ Ու գիտես ինչ, դու ես բոլորին համոզել, որ Կարոյի մահը իմ համար այդքան կարևոր չէր, ու բոլորը հավատացել են դրան։ Չի կարելի։ Հասկացի վերջապես, որ ես քեզ երբեք չեմ սիրելու։ Ես քեզ երբեք չեմ սիրելու, ինչ էլ ուզում ես անես, ես Հայկին եմ սիրում։ Հայկին եմ սիրում, ես ու այդ չի փոխվելու, հասկանում ես։ Հանգստացի Նարէ, ինչ ես անում, ինչ ես դուրս տալիս։ Թող։ Կամ դու հենց հիմա գնում ես տեղից, կամ ես իմ արարքների համար պատասխան չեմ տալիս։ Կամ ինձ եմ վնասելու, կամ քեզ լսում ես։ Գնա Արմո, գնա ասում եմ։ Ես էլ գիտեմ դու Հայկը մենակ եք տանը։ Էսով Նարէ։ Դու գժվել ես Նարէ։ Էս ինչ ես անում։ Ում համար ես անում։ Ինչի համար ես անում։ Ուշքի արի։ Վերջում նենց ես անելու, որ դու Հայկը մենակ մնաք։ Ողջ մարդ չի մնալու ձեր կողքը։ Այս վրեժը շատ մարդու կյանք ա խլել։ Ու ոնց որ թե նոր թափ հառնում, բայց դու մեկա պայքարում ես։ Ինչի համար ես պայքարում։ Ում համար ես պայքարում, որ Հայկը բոլոր հարազատներին կորցնի։ Ասում ես, որ սիրում ես։ Չէ, այդ սեր չի։ Եթե սիրես, նենց կանես, որ ինքը չկորցնի իր հարազատներին։ Հերթով կորցնում է հարազատներին։ Սկզբում Արփին էր, հետո Միքոն մահից բարձավ, հիմա էլ Վարոն։ Ինչ ես ուզում, ուր ես ուզում հասնես։ Վերջում վրամին փակեն, Մարգարի տնից էլ մենակ Հայկը մնա ու չիմանա, որ մեկի վրա սքա։ Էդ է ուզածդ։ Որ հերետ աղբորոց համար Հայկին սպանի ու դու հանգստանաս։ Էդ ես ուզում։ Էդ է ուզածդ Նարէ։ Խոսա։
Չէիր հավատում ինձ։ Լավա հերեդ զանգեց ու դու քո ականջներով լսեցիր, որ վռամն 3 տուն չի գնացել։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ես վստահ եմ, որ Վարոյի հետ լավ կլինի։ Մենք մի ձև ելք կգտնենք այս իրավիճակից։ Հայկը ինձ հաստատ մենակ չի թողելու։ Այս սեր չգիտես։ Ես չեմ հասկանում, իսկապես չեմ հասկանում, բացատրի հասկանամ, ես ինչ է։ Ու չասես, որ սեր է։ Սիրած մարդու սենց չեն տանջում։ Դու եսասեր մարդ ես Նարը։ Քեզանից ենքում ուրիշ մարդ չես տեսնում։ Հետո էլ ինձ ես ասում, որ սիրել չգիտեմ։ Ես քեզ փրկում եմ, դու ինձ ուղղակի չես հասկանում։ Մեկ-մեկ ինձ թվում է քո նպատակը լրիվ ուրիշ բան է։ Ես չեմ հավատում, որ դու ընդհանրապես ինքնասիրության ու հպարտության նշույլ չունես։ Մեկ ուրիշը լիներ քո փոխարեն իմ կողմ անգամ չէր նայելու։ Բայց դու չես հանձնվում։ Կբացատրես ես ինչա։ Այս հաստատ սեր չի։ Լավ։ Եթե ես քեզ ասեմ, որ ինձ ու Հայկին ընդամենը փաստա թուղթն է բաժանում, որ մենք լինենք ամուսիններ։ Հա, ես ու Հայկը համարյա ամուսնացել ենք։ Ու եթե անգամ վռամի արարքների պատճառով, քո շանտաժների պատճառով ես հրաժարվեմ Հայկից, դու հաշտ կլինես այն մտքի հետ, որ ես Հայկին եմ սիրում, իմ մարմինը, իմ հոգին, իմ միտքը Հայկին է պատկանում։ Ձենդ կտրի Նարը։ Թե չէ ես կմոռանամ, որ դիմացս աղջիկա նստած ու իմ արածների համար պատասխանատվություն չեմ կրի։ Համբերությունս մի փորձի Նարը։ Այդ քո համար անվտանգ չի լինի։ Նենց լավ է, որ քեզ արդեն լավ ես զգում։ Լիլի, ես քեզ խնդրանք ունեմ, բայց նենց չեմ ուզում ասել։ Ինչ ասեմ։ Դե արդեն ասացի, չէ՞, որ Սոնան էր եկել։ Հա, ու իրականում մի քիչ նեղվել եմ։ Ինչի։ Դե մտածում եմ, եթե եկել է, ուրեմն լավ չի։ Հա, քերին էլ էր ասում։ Բայց դու խոսացել ես հետը։ Ճիշտն ասած, քո դեպքից հետո չեմ խոսել հետը, բայց այդ օրը տենց ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել։ Ասեց, որ քեզ էլ ա զանգել։ Լավ, պարզ է։ Փաստորեն զանգել է, տեսել ես, բայց չտեսնելու ես տվել։ Միքո, հաստատ վախեցել է։ Չես մտածում, որ անհանգստանում ա քո համար։ Իսկ ինքը մտածում էր, որ անհանգստանում էինք իր համար, երբ որ ամբողջ տնով իրան էինք ման գալիս, բայց նամակը գտանք։ Լավ էլի։ Լավ արի անցնենք։ Քերին ասում էր, որ զանգես կամ գնաս Սոնային տենաս։ Հասկանաս ինչ էր եղել, որ եկել էր։ Բայց նենց չեմ ուզում, որ դու գնաս այդ Ադամյանների տուն։ Դե լավ, մի մտածի, ինչ անում ենք, իրա համար ենք անում։ Ու մի ձևացրու իբր քո համար մեկը, որովհետև տեսնում եմ, որ անհանգստանում ես ու գիտեմ, որ միշտ Սոնային ուրիշ վերաբերմունք ես ցույց տվել։ Լավ արի փակենք Սոնայի թեման։ Ինչ։ Ոչինչ։ Էլ չի լինում սպասել։ Էլ չգիտեմ ինչ ասեմ, այսքան ժամանակ որ ձեն չեն հանում, ոչ մի լավ բան չի լինելու։ Ինչ եկել եմ էդ եմ ասում, քերի։ Հայկ, անցնենք իմ սենյակ։ Նստի։ Ես չգիտեմ ինչ պիտի խոսանք, բայց խոսալուց հետո Վարոյին կարամ չէ տեսնեմ։ Ստեղա թե հիվանդանոցում։
Իսկ ինչից ենթադրեցիր, որ հիվանդանոցում պիտի լինի։ Որովհետև մտքովս 1000 բան է անցնում։ Ինչ ա եղել, կռիվ ա արել, հա։ Վնասել են Վարոյին։ Ասեք հասկանամ ինչա կատարվում։ Դու Վարոյի խնդիրների մասին տեղյակ էիր։ Ես գիտեմ, որ Վարոն խնդիր չունի։ Բայց մի րոպե։ Ինչ եք անցյալ ժամանակով խոսում։ Հայկ, դեպքի մասով գործ ա հարուցվել։ Մանրամասները ճշտվում են, բայց Ինչ բայց։ Ինչ դեպք, ինչ գործ, քննիչ։ Ես Վարոյին հիմա պիտի տեսնեմ։ ոստիկանները առավոտյան հայտնաբերել են նրան խցում կախված վիճակում։